Ձեր քննարկմանը ներկայացնում եմ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Փոփոխությունները հետևյալն են. Առաջինը էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, երկրորդը տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանել տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, հաջորդը ուրեմն էներգետիկայի նախարարությունը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և առաջարկում ենք հանել քաղաքաշինության նախարարությունը։ Հարգելի գործընկերներ, ես շատ հիմնավորումներ երկարատև չեմ խոսի, պարզապես ուզում եմ ասել, որ այս փոփոխությունները, անվանումների մեջ փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, շեշտադրումների, առաջնայնությունների կարևորությունը որոշակի մակարդակի բարձրացնելով կամ մոտեցումների, այսպես ասենք, նոր մոտեցումների մեկնարկով։ Թերևս այսքանը, եթե հարցեր կան կոնկրետ փոփոխությունների հետ կապված, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք հարգելի տիկին նախարար, հարգելի բարեկամներ, հերթագրում հարցերով դիմելու համար արտադրության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Հերթագրում։ Հերթագրվել է 8 պատգամավոր, բայց ես օգտվեմ իմ արտահայտ հարց տալու իրավունքից, հարգելի տիկին Հովհաննիսյան, ունեմ մեկ հարց։ Բնականաբար դուք ներկայացրեցիք խնդիրը եւ հասկանալի է, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մենք ունենք եւս էլի շատ կարեւոր հարց, որ առնչվում է ձեր զեկուցած հարցին։ Մենք ժամանակին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ստեղծեցինք Սփյուռքի նախարարություն եւ բնական է, որպես Սփյուռք ունեցող ազգ շատ պահանջված է այդ նախարարության ստեղծումը եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում մեր թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևորագույն ու առանցքային խնդիրներից մեկը Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն եւ Սփյուռք միասնությունն է։ Ես կարծում եմ, որ այո, Սփյուռքի նախարարության ստեղծումը կարևոր է, բայց անվանումը դեռևս իմ սուբյեկտիվ կարծիքով ամբողջական չէ, եւ ես առաջարկում եմ կառավարությունը քննարկման առարկա դարձնել իմ հետեւյալ առաջարկը, որպեսզի Սփյուռքի նախարարությունը վերանվանվի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, մենք ֆունկցիա դնենք, եւ դա շատ կարեւոր է, որ ազգահավաքը պետք է լինի բոլորիս նպատակը, անկախ նրանից մենք քանի միլիոն հայեր ունենք, մեր ռազմավարական նպատակը, ոչ թե մարտավարական, այլ երկարաժամկետ ռազմավարական նպատակը պետք է լինի բոլոր հայերի հայացքները ուղղված լինեն մայր Հայաստանին եւ հայրենադարձությունը, ռեպատրիացիան դա շատ կարեւոր է։ Մենք նոր հեծանիվ չենք ստեղծելու, եւս կա մի պետություն, որ ունի շատ մեծ Սփյուռք, դա Իսրայելն է, եւ կարելի է օգտվել հենց այդ Իսրայելի, կարծում եմ, շատ հաջող փորձից եւ Սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը վերանվանենք, ոչ միայն վերանվանենք, այլ նաեւ սա մեսիջ կլինի ողջ հայությանը, որ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի քաղաքական ուժերը հիմքում դնում են Սփյուռքը ոչ միայն միջոցառումների կամ եւ չգիտեմ դոնորների, այլ նախ եւ առաջ մենք սփյուռքահայ մեր եղբայրներին սա պետության ռազմավարությունն է, հայրենադարձություն։ Կլինի 5 տարի, 10 տարի, 20 տարի, մենք պետք է կարողանանք երկարաժամկետ ծրագրեր եւ շատ հավակնոտ ծրագրեր մշակենք, եւ սա իմ առաջարկն է։ Եթե նախ կուզեի ձեր կարծիքը լսել եւ երկրորդն կխնդրեի ձեզ մեր հարգարժան կառավարության գործընկերների հետ քննարկել իմ առաջարկը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Շարմազանов։ Հարցադրումը իրապես կարևորում եմ։ Ես հասկանում եմ նաև այն իմաստային բեռը, որը կրում է ձեր առաջարկությունը, հասկանում եմ ինչու եք դուք դա ասում, հասկանում եմ ինչ ենք ուզում փոխանցել եւ ինչու ենք ուզում դա կարևորել։ Իրականում հասկանում եմ նաև, որ ֆունկցիոնալ առումով է սա որոշակի փոփոխություններ առաջացնելու։ Միանգամայն ընդունելի եմ համարում նաև այն, այսպես ասենք, հաղորդագրությունը, եթե կարելի այդպես ասել, կամ այն մեսիջը, որը ուզում եք փոխանցել, ինձ համար կոնկրետ ընդունելի է, ես այս առաջարկությունը
Այսպես ասենք, ընդունում եմ իգիտություն, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում անպայմանորեն քննարկման առարկա կդարձնենք եւ ձեզ կհայտնենք կառավարության դիրքորոշումը։ Շնորհակալ եմ Տիկին նախարար, նման տեսակետ, անձնական տեսակետ ունենալու համար, դա շատ կարևոր է։